Ովքեր սկսել են արագ զարգացում ստանալ, շատ հետաքրքիր զարգացում ընդ որում, արդեն նախկին քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու պատգամավորներ, որոնք դուրս էին եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ըստ էության սկսում են անվստահություն հայտնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանին, ընդ որում դա կատարել են օրենքի տառին եւ սահմանադրության համապատասխան։ Մարդիկ ըստ էության հայտարարել են, թե ով է իրենց նախընտրելի թեկնածուն, անունը գրել են եւ ուրեմն սկսել են այդ ստորագրավորքի գործընթացը։ Ընդ որում նրանք հայտնել են Էդվարդ Մարուքյանի անուն ազգանունը, անկախ մեր տվյալ մարդու նկատմամբ վերաբերմունքից, յուրաքանչյուր պատգամավոր ինքը իր համանդրական իրավունքից օգտվելով ցանկացած անուն կարող է գնել եւ մենք իրավունք ունենք այդ մարդկանց կատարած ընտրությունը որևէ կերպ նսեմացնեն կամ անկախ մեր ու տվյալ մարդու հետ ուրեմն հարաբերություններից, նույնիսկ անկախ նրանից, որ ես Մարուքյանի հետ դատվել եմ, տարբեր խնդիրներ ենք ունեցել եւ տարբեր տեսակետներ եմ ունեցել, բայց նորից եմ կրկնում, քանի որ դա պատգամավորների բացառիկ լիազորությունների շրջանակում է, այդ մարդիկ այտենց են ուրեմն գտել ճշմարտացի, այտենց կատարել են։ Դա շատ կարևոր է, արդեն պարզ երևում է, որ բոլոր խմբակցություններում արդեն ինչ-որ ջրեր են հոսում այդ ուղղությամբ, ես կուզենայի նախ այսօր մեր տաղավար հրավիրված Էդգար Ղազարյանից լսել կոնկրետ այդ մի նախաձեռնության մասին, բացի այդ շատ կարևոր եմ առայժմ համարում այս этаպում, որտեղ Էդգար Ղազարյանը նախաձեռնել է հանդիպումներ ազգային ժողովի բոլոր պատգամավորների հետ, հերթով նամակներ է գրում, հերթով փորձում է դրանց հետ հանդիպել, գնում է ինքը պարտաճանաչ այդ հանդիպումներին, ոնց որ նախատեսում է կարգը, բայց չգիտես ինչի, որոշ մարդիկ ոնց որ սատանան խաչից կամ ոնց են ասում, ջուրը կրակից, կրակը ջրից, հա, վախենում են, մարդիկ հուշտ են լինում, դա էլ է հետաքրքիր, ես կուզենայի սկզբից ուրեմն 3 խնդիրների մասին պարոն Էդգար Ղազարյանի իր տեսակետները ներկայացնել, որից հետո շատ այսօր կարևոր հարցեր են։ Նաև ամենակարևորը, ով է գաղտնալսում Էդգար Ղազարյանին եւ Նարեկ Մայլյանին, որովհետեւ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը տիրապետում է գաղտնիքների, որ այդ գաղտնիքները վերաբերվում են Էդգար Ղազարյանի ու ուրեմն Նարեկ Մայլյանի առանձնազրույցին ես ինչքան գիտեմ մի երկու անգամ Նարեկ Մայլյանի այդ կամեր 23-ում Աղվան Վարդանյանը եղել է, արդյոք ժուճոկ է դրել ընդեր, քավլիցի ես որևէ մեկին չեմ մեղադրում, բայց եթե այդ մարդը տիրապետում է, նշանակում է կամ ուրեմն Աղվան Վարդանյանը կամ Էդգար Ղազարյանի կամ Նարեկ Մայլյանի վրա է ժուճոկ դրել ինչ-որ ձևով հիմա կանտել ժուճոկներ, որոնք անտեսանելի են, կամ երկու անգամ այցելել է այդ կամերը ընդեղ է դրել, կամ ով է հետախուզում, ով է գաղտնալսում Էդգար Ղազարյանին ու Նարեկ Մայլյանին, այս հարցերին մենք ամենավերջում կանդրադառնանք։ Խնդրեմ են 3 հարցերի հետ կապված ձեր տեսակետը։ Նախ ինչ վերաբերվում է Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Աստայանի նախաձեռնությանը, կարծում եմ, որ այն, ինչպես դուք նշեցիք, ամբողջությամբ տեղավորվում է մեր նախաձեռնության տրամաբանության մեջ։ Այսինքն մենք դիմել ենք բոլոր պատգամավորներին, մատնացույց արել կառավարության գործունեության ծրագրից Նիկոլ Փաշինյանի կառավարության շեղումները եւ առաջարկել ենք օգտվել իրենց սահմանադրական տվյալ դեպքում արդեն նաեւ պարտականությունից նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Քանի որ մենք դիմել ենք բոլոր պատգամավորներին, այլ ոչ թե խմբակցություններին, դա նշանակում է, որ այդ տրամաբանության մեջ ցանկացած պատգամավոր իրավունք ուներ իր նախընտրելի վարչապետի թեկնածուն առաջադրելով սկսել անվստահության գործընթաց։ Եվ հիմա առաջինը ըստ էության դա արել են Հովիկ Աղազյանն ու Հակոբ Աստանյանը։ Անկեղծ ասած, երբ որ մենք դիմումներ էինք ներկայացնում ազգային ժողովին, լեգիտիմ ակնկալիք ունեինք, որ այդ նախաձեռնության առաջնամարտիկները, ոնց որ առաջին նախաձեռնողները կլինեին ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված պատգամավորները, մասնավորապես Հայաստան խմբակցության եւ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները։ Բայց զարմանալիորեն մենք այլ բանի ականատես եղանք,
Մասնավորապես Հայաստան խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իրենք ոչ միայն հայտնեցին, որ չեն նախաձեռնում այդ գործընթացը, այլև մեզ ներկայացրեցին ինձ որպես նաև Նարեկին Մայլյան որպես այդ Արթունենք շարժման անունից նախաձեռնություն ներկայացրած մարդկանց ներկայացրեցին անտրամաբանական, անչափելի, որոշակիություն չունեցող անհիմն պահանջներ, ինչ որ մենք լրացուցիչ ծառայություններ պիտի մատուցեինք իրենց, որպեսզի իրենց մոտ ցանկություն առաջանար Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Իդեպ ասեմ, այդ մասին այսօր ես գրառում եմ ուզում անել Facebook-ում, ժամանակի իմաստով չհասցրեցի, բայց ձեր եթերում առաջին անգամ դա կասեմ, ավելի ուշ գրառում եմ նաև կանեմ, որ գրավոր էլ դա լինի։ Ես գրավոր հարցում եմ ուղարկել Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին, որպեսզի ասեմ, դե արդյոք խմբակցության նիստը եղել է այդ հայտարարությունը ընդունելու թե չէ, պատգամավորները տեղյակ են թե չէ, ստորագրել են դրա տակ թե չէ։ Օրենքը 5-օրյա ժամկետ է նախատեսում տեղեկատվության հարցմանը պատասխանելու համար, արդեն 9 օրից ավել է անց է, եւ Սերյան Օհանյանը իմ գրավոր հարցմանը չի պատասխանել, խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները, այսինքն երբ որ հարցում է լինում 5-օրյա ժամկետում պետքա պատասխան ներկայացվի։ Ես նման պատասխան չեմ ստացել, ինչը արդեն իրավունք է տալի ենթադրելու, որ նման խմբակցությանից նույնիսկ չի եղել։ Այսինքն երևի խմբակցության падգամավորները նախապես ծանոթ չեն եղել այդ հայտարարության տեքստը։ Ենթադրում եմ արդեն, որովհետև հարցադրումները, որոնք որ ես ներկայացրել եմ, ասում են մենք ինձ թվում է դա արդեն հետին թվով է եղել, քանի որ իրանց անունից այդ հայտարարությունը տարածվել է։ Եվ դուք հարցապնդում եք արել։ Հա, ու իրանք ասենք, որպեսզի չստացվի, որ ավելի անհարմար վիճակի մեջ կլինեն, եթե ասեն, ախ մենք տեղյակ չենք եղել դրանից։ Բայց եթե տեղյակ են եղել, նշանակում է խմբակցության նիստ է եղել, չէ՞։ Այդ նիստին մասնակիցներ են եղել, օրինակ ես իմ հարցման մեջ գրել եմ, ասում խնդրում եմ ասեք, թե ովքեր են մասնակցել խմբակցության նիստին։ Իդեպ ասեմ, ազգային ժողովի խմբակցությունը դա ազգային ժողովի մարմին է, ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի, հետեւաբար ազգային ժողովի բոլոր ձևաչափով նիստերը, ոչ միայն պլենար նիստերը, հատուկ նիստերը, այլ նաև հանձնաժողովի նիստերը, խմբակցությունների նիստերը, դրանք պիտի անցկացվեն ազգային ժողովի շենքում, եթե իհարկե հատուկ որոշում չի կայացվել արտագնա նիստեր գումարելու համար, այսինքն եթե ինչ-որ մի առիթով նույն խմբակցության падգամավորները գտնվում են նույն ռեստորանում կամ գտնվում են նույն, չգիտեմ, ինչ-որ մեկի տանը, ինչ-որ մի լավ առիթով եւ այլն, դա դեռ չնայած միգուցե բոլորն են նույն վայրում, բայց դա խմբակցության նիստ չի համարվում, խմբակցության նիստերը պետք է գումարվեն ազգային ժողովի շենքում, ոչ թե մասնավոր տարածքներում, գրասենյակներում եւ այլն։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք նման խմբակցության նիստ ազգային ժողովի շենքում եղել է, խնդրել է падգամավորների ցանկը խմբակցության ովքեր մասնակցել են, քվեարկության արդյունքները ովքեր են կողմ եղել, ովքեր են դեմ, եւ չի պատասխանել Սերյան Օհանյանը։ Իհարկե իր նկատմամբ իմ հարգանքը ունենալով եւ նաեւ խմբակցության մյուս բոլոր падգամավորների չեմ պատրաստվում դատարանով պարտավորեցնել պատասխանել իմ այդ գրավոր հարցմանը, բայց ենթադրություններ անելու իրավունք արդեն ունեմ, քանի որ չեն պատասխանել, որ նման նիստ նույնիսկ չի եղել, միգուցե դա իրական չի այդ հայտարարությունը եւ падգամավորները հետին թվով են, մեզ հետ միասին ինտերնետից են ծանոթացել դրա բովանդակությանը եւ ստիպված են պաշտպանել այն, ինչ որ այնտեղ գրած է, այդ անհիմն պահանջները, պնդումները, ենթադրությունները, իբր թե դա իրանց թիրախավորման նպատակ ունի, դա այդ մասով կարող եմ ասել, որ ոչ միայն անհիմն է, այլ նաև անմիտ այդ կարգի դատողություններ անելը, որը որ իրականության հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Դրան զուգահեռ մենք ունեցանք նաև պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, որից պարզ դարձավ, որ падգամավորները դեմ չեն անվստահություն հայտնելու, նույնիսկ պատրաստ են դա նախաձեռնել, բայց չունեն վարչապետի իրենց նախընտրելի տեխնացու եւ պատրաստ են քաղաքական քննարկումների արդյունքում ունենալ կոնսենսուսով ձևավորված տեխնացու։ Ցավոք սրտի մինչ այս պահը պատիվ ունեմ խմբակցությունից որևէ падգամավոր նույնպես որևէ նախաձեռնություն մինչ այս պահը չունի։ Եվ ստացվում է, որ առաջին նախաձեռնությունը իրականացնում են Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլանյանը։ Իդեպ ասեմ ձեզ, որ Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Ասլանյանի նախաձեռնությունը իր մեջ շատ կարևոր խորհուրդ ունի։ Այդ խորհուրդը այն է, որ մեզ տեսեք շատերը որ փորձում են
դեմ խոսել այս impeachment-ի գործընթացին, ինչ են ասում, ասում են, որ ՔՊ-ից պատգամավորները չեն միանա, չէ՞։ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլանյանը, ովքեր առաջինն են նախաձեռնել այդ գործընթացը, 2 ամիս առաջ ՔՊ-ի պատգամավոր էին։ Այսինքն կյանքը ցույց է տալի, որ նրանք ոչ միայն կարող են միանալ, այլ կարող են նաև նախաձեռնել անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ դա իրենց պարագայում ավելի տրամաբանական է, որովհետև ինչպես են ՔՊ-ի բոլոր պատգամավորները, այդ թվում Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլանյանը ընտրվել պատգամավոր։ Շատ պարզ պատճառով, որովհետև ընդգրկված են եղել ՔՊ-ի համամասնական ցուցակում։ ՔՊ-ն ունեցել է նախընտրական ծրագիր, եւ այդ ծրագիրն է հիմք հանդիսացել կառավարության գործունեության ծրագրի համար։ Ու եթե այդ ծրագիրը չի կատարվում, առաջին հերթին հենց ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորները պիտի ընդվզեն այդ կառավարությանը։ Առաջին հերթին նրանք պիտի այդ կառավարությունից պահանջեն, որ այդ ծրագիրը կատարվի, որովհետև դա իրենց նախընտրական խոստումներն է։ Դա շատ տրամաբանական է։ Հակառակ պարագայում հարց առաջանում, իսկ իրանք չէին ընտրվել պատգամավոր։ Բոլորն էլ 71-ն էլ ընտրվել էին պատգամավոր, որպեսզի իրենց խոստումները կատարեն։ Ում միջոցով իրենց կառավարության։ Եթե կառավարությունը այդ խոստումները չի կատարում, այդ ծրագրերը չի կատարում, ուրեմն առաջին հերթին հենց իրենք պիտի այդ կառավարությունից դա պահանջեն։ Հետևաբար իրենց նախաձեռնությունը ցույց է տալի, որ ճիշտ բացատրական աշխատանքի արդյունքում ՔՊ-ից պետքա պատգամավորները խելքները հավաքեն գլուխները, ենթարկվեն մեր երկրի օրենսդրությանը, կանոններին, օրենքներին, ինչի համար որ երթում են տվել պատգամավորի պաշտոնը ստանձնելիս ազգային ժողովի անդրանիկ նիստում կամ յուրաքանչյուր դեպքում երբ որ պատգամավորի լիազորությունները ստանձնում է, երթում է տալի ազգային ժողովի եւ ոչ ժողովրդի առջեւ։ Ինչ է երթվում։ Երթվում է իր պարտականությունները կատարել, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքներին։ Հետևաբար նրանք երկնազանց լինելու իրավունք չունեն, հակառակ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ այդ տեսանկյունից Աղազյանի եւ Ասլանյանի նախաձեռնությունը տրամաբանական է։ Ինչ վերաբերում է վարչապետի տեխնացուին, այո, ես էլ եմ կարծում, որ միգուցե լավագույն ընտրությունը չի, քաղաքական գործի իմաստով, որովհետև Էդմոն Մանուկյանը դա շատ ոչ սկզբունքային իր քաղաքական հայացքներում, իշխանական տարբեր թևերում հայտնված, անհասկանալի հանգամանքներում պաշտոն ստանձնած, անհասկանալի գործունեությամբ, հետագայում անհասկանալի հանգամանքներով պաշտոնից հեռացած, այսինքն իր կարգավիճակը, իր ազնվությունը խիստ վիճարկելի է, վիճելի է։ Բայց դա պատգամավորների իրավունքն է, հիմա ով ասում, որ պիտի բոլոր առաջադրված տեխնացուները լինեն լավագույնները։ Կարան ցանկացածը լինի, ով որ նախաձեռնողները նպատակարար գտնեն։ Իդեպ ասեմ, որ Էդմոն Մանուկյանի տեխնատության առաջադրման գործընթացը բացարձակապես արգելք չի հանդիսանում, խոչընդոտ չի հանդիսանում, որպեսզի այլ պատգամավորներ իրենց սեփական նախաձեռնությունը ստանան։ Այսինքն ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նման սահմանափակում չկա, թե միաժամանակ անվստահության քանի նախաձեռնություն կարող է լինել։ Ընդ որում սահմանափակում չկա, թե պատգամավորները որ պարագայում պիտի միանան, այսինքն եթե լինի նոր նախաձեռնություն այլ վարչապետի տեխնացուով, դա չի կաշկանդում հենց նույն Հովիկ Աղազյանին ու Հակոբ Ասլանյանին, ովքեր սեփական նախաձեռնություն են, միաժամանակ միանալու նաև այլ նախաձեռնությանը, որը այլ պատգամավորներ կցուցաբերեն։ Ի վերջո իրենք քաղաքական ներքին քննարկումներով պարլամենտում պետք է որոշեն, թե որ նախաձեռնությունն է ավելի ընդունելի, միգուցե գան նաև համաձայնության, իսկ եթե չգան համաձայնության, կարող է նաև երկու նախաձեռնություն, 3 նախաձեռնություն միաժամանակ ներկայացվի ազգային ժողովի նախագահին, որպեսզի դրվի քվեարկության, այսինքն դա էլ է հնարավոր, այնց որ սա ինչ է վկայում, որ impeachment-ի գործընթացը, որը ըստ էության մենք ես Նարեկ Մայլյան հետ Արթուն ենք շարժման միջոցով ըստ էության ֆորմալացրեցինք եւ թափ հաղորդեցինք ապրիլի 28-ից մեր նամակները ազգային ժողով փոխանցելով, պարզվեց, որ դա ոչ միայն խիստ պահանջված է, ակտուալ, այլ նաև օրորի նոր թափ է հավաքում եւ շատ յուրօրինակ դրսևորումներ է ունենում, որովհետեւ կարծում եմ, որ քչերն էին կանխատեսում, որ կարող է այն գործընթացը, որի մասին այսօր մենք ունեցանք, իրականություն լինի, բայց դա արդեն կա, ընդ որում պարզվեց դա առաջի նախաձեռնությունն է։ Եվ ես կարծում եմ ներքին վստահություն համոզմունք ունեմ, որ ընդդիմադիր պատգամավորները նույնպես այս գործընթացում նախաձեռնություն կցուցաբերեն եւ անպայման քաղաքական քննարկումների արդյունքում ինչու՞ չէ նաեւ
պարոն Աղազարյանի, պարոն Ասլանյանի հետ, եթե նրանք էլ են կողմնակից վարչապետին անվստահություն հայտնելու, որովհետև այդ գործընթացի նպատակը չի կոչվում Էդմոն Մարուքյանին վարչապետ ընտրելու գործընթաց, դա կոչվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Իսկ այդ գործընթացը պետք է սկսեին այն падգամավորները, ովքեր որ ուզում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Պետք է ազնիվ լինեն իրենք իրենց մտադրության մեջ, եւ եթե պարոն Ասլանյանը եւ Աղազարյանը ազնիվ են իրենց մտադրության մեջ, առայժմ այս պահին դրան կասկածելու պատճառ չունենք, ամեն ինչ տեսանելի կլինի ապագայում, ուրեմն իրենք պետք է պատրաստ լինեն, բաց լինեն քաղաքական քննարկումների համար այլ նախաձեռնությունների պարագայում եւ իրականությանը մոտեցնեն այն նախաձեռնությունը, որի հաջողության շանսերը շատ ավելի մեծ են։ Ինչ վերաբերում է պարլամենտում ընթացող քննարկումներին, դուք լրիվ իրավացի եւ ճշմարիտ կերպով ներկայացրեցիք, որ ազգային ժողովը ինքն է հայտարարել քաղաքացիների ընդունելություն, իդեպ ասեմ դա հատուկ չի հայտարարվել, ամեն ամիս էլ ազգային ժողովը հայտարարում է ազգային ժողովի փոխնախագահների եւ մշտական հանձնաժողովների կողմից քաղաքացիների ընդունելություն։ Ես քանի որ արդեն նամակներ ուղղել է ազգային ժողովից եւ մեծամասն падգամավորներից գրավոր պատասխաններ չէի ստացել, ես օգտվեցի այդ հնարավորությունից, ինքն ազգային ժողովի կայքից ծանոթացա այդ ընդունելության գրաֆիկին, զանգահարել եմ սահմանված կարգով եւ հերթագրվել եմ, գրանցվել եմ եւ երկու փոխնախագահների եւ մշտական հանձնաժողովների հետ ընդունելության։ Ընդունելությունները դեռ չի ավարտվել, եկող շաբաթ շարունակվելու է։ Երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը բոլոր օրերին նախատեսված են ընդունելություններ, ես դրանց բոլորին գնալու եմ, չնայած այս առաջին շաբաթվա ըստ էության բացասական արդյունքները, ես հետևողականորեն գնալու եմ բոլոր ընդունելություններին։ Փաստը այն է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները խուսափում են ինձ հետ հանդիպելուց, ինձ համար որոշակիորեն պարզ է, թե ինչի են դա անում, որովհետև ես ազնվորեն իրենց համար անակնկալներ չեմ մատուցում եւ հանդիպումներից առաջ ասում եմ, թե ինչ հարց եմ պատրաստում բարձրացնել։ Օրինակ ասենք այսօր Հակոբ Աստանյանի հետ հանդիպմանը ես մի քանի հարցեր ունեի, բացի իմպիչմենտի հարցից, նաեւ օրինակ ինձ հետաքրքիր է ինքնընդգրկվածալ Հայաստանի ազգային ժողովի եւ Արցախի հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ինձ հետաքրքիր է իմանալ ինքը այդ հանձնաժողովի կազմում մասնակցել են նիստերին, ինչ հարցեր են քննարկել, վերջին անգամ նիստ երբ ա եղել, հաջորդ նիստը երբ ա լինելու, ինչ օրակարգ են նախատեսում քննարկել եւ այլն։ Բացի այդ, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, Հակոբ Արշակյանը ընդգրկված է եղել 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո մայիս ամսին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կուսակցական կամավորական ջոկատի կազմում եւ մարտական հերթապահություն են իրականացրել, ինքն էլ է ջոկատի կազմում Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում։ Այսինքն պաշտպանության բանակը այդ կամավորական ջոկատին հատկացրել է, կարծեմ ոչ առաջնագծում, առաջնագծից հեռու, մի քիչ երկրորդ պաշտպանական այլ շրջանում գոտում պաշտպանական գծի ստեղծման եւ այնտեղ մարտական հերթապահություն իրականացնելու մարտական խնդիր է դրել այդ կամավորական ջոկատի առջև։ Եվ այդ ջոկատում ընդգրկված է եղել նաև Հակոբ Արշակյանը։ Հիմա Հակոբ Արշակյանը այն կարծիքին է պաշտոնապես հայտնում է այդպես տեսակետ, որ 91 թվականից Արցախը դա Ադրբեջանի տարածք է։ Հիմա ուզում եմ իմանամ, եթե 91 թվականից իր կարծիքով Արցախը Ադրբեջանի տարածք է, 2016 թվականի մայիսին ինքը զենքը ձեռը զինվորական համազգեստով ՊԲ-ի հրամանատարության ներքո Արցախի պաշտպանության բանակի ընդ ինչ գալատ էր անում։ Եթե դա Ադրբեջանը։ Բայց եթե դա Ադրբեջանը մեղադրանք կառաջադրված պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, որպես Ադրբեջանի տարածքում ոչ օրինական ռազմական միավորում ստեղծելու դրանում ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար։ Բայց եթե Հակոբ Արշակյանն էլ է պաշտպանության բանակում ծառայել, որը Նիկոլ Փաշինյանն էլ անգրկված եղել դրա մեջ, Սասուն Միքայելյանն է եղել կարծեմ այդ ջոկատի հրամանատարը, Ռուբեն Ռուբինյանն անգրկված եղել ջոկատի կազմում,
Բայց դրանք հիմա չի Բաքվի բանտում չեն, որպես Ադրբեջանի օրենսդրությամբ իրանց երկրի տարածքում իրականացրած ահաբեկչական զինված խմբի անդամներ։ Ես չեմ կարծում որ նրանք դերորեն ձեռները վանդարկի են։ Չէ, բայց ինչի՞ չեն սպասում որ նրանք չեն հետում հանձնվեն, իրանց եղբայրներն են։ Դու այդան հանձնվեն, ասեն մենք ձեր պետության հանդեպ ռազմական հանցագործություն ենք արել։ Ես իհարկե չեմ կարծում որ իրանք ռազմական, ես կարծում եմ որ իրանք զորով են տարել։ Չէ, կամավորական ջոկատ է։ Դա ոչ մոբ չի եղել այն ժամանակ, 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ է զորահավաք չի եղել, երկրում ռազմական դրություն չի եղել։ Իրենք ստեղծել են կուսակցական կամավորական ջոկատ, ներկայացել են պաշտպանության բանակի հրամանատարությանը, դիմել են մեր զինված ուժերին եւ այդ ջոկատով ստացել են մարտական առաջադրանք եւ իրականացրել են մարտական հերթապահ։ Եթե իրանք Ադրբեջանի օրենսդրություն չեն խախտել, ուրեմն մեր երկրի օրենսդրությունն են խախտել, իրականացրել են պետական դավաճանություն, այսինքն 16 թվականին դամարել են մեր հայրենիքը, մասնակցել են հայրենիքի պաշտպանության կազմակերպմանը։ Հիմա այդ տարածքը, իրանց հայրենիքը, իրանց պաշտպանած տարածքը համարում են օտար երկրի տարածք, այսինքն քրեական օրենսգիրքը պետական դավաճանությունը հենց դա է նկարագրում, ասում է թշնամու կողմը անցնել է, թշնամուն ծառայություններ մատուցել է։ Այսինքն սկզբից իրանք այդ տեսակետ են ունեցել, հիմա իրանց տեսակետը փոխել են, համապատասխանեցրել են թշնամական երկրի տեսակետներին։ Նիկոլա ասել, չէ՞ որ իրանք այն ժամանակ սխալ են, իրանք են Չէ, բայց սխալը հիմա դա արդեն պիտի դա արդեն ինքնախոստովանություն է։ Հիմա եթե ինքը սխալ է գործել, այսինքն ինչ որ սխալման դավաճանություն արել, դա արդեն հանգամանքներ դատանը։ Ասում են վաղ մենք ուրիշների ասածների ազդեցության տակ մտածել ենք որ դա է ճիշտը, բայց դա արդեն Ադրբեջանի դատախազում դասի։ Դե ներկայանա Նիկոլ Փաշյան Ադրբեջանի դատախազություն։ Այսօր Էրդողանին բացատրություն տալիս էր, ասել։ Դե Ալիև ասեք պիտի նկարող չգիտեմ այսօր ասել է Ալիևին թե չէ, բայց դասի ես ձեր երկրի հանդեպ օրենք եմ խախտել, ինձ բռնեք, դատանով արդեն որպես մեղմացուցիչ հանգամանք նկարարագացված դատավարություն խնդրի բան։ Բայց չի կարա տես մնա, այսինքն չի կարա դու ամեն ասես համես, ընդ որում այն դեպքում երբ որ մեր երկրի օրենքները, անվտանգության ռազմավարությունը, ամեն ինչը օրենքները այն ժամանակ ու հիմա բոլորը նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի նոր օրենք չի ընդունվել, համանդրությունը չի փոխվել, միջազգային պայմանագրեր չի կնքվել, չի վավերացվել, ոչ մի բան։ Հարց առաջանում, եթե դու այն ժամանակ այն տեսակետին ես եղել, հիմա այս տեսակետին ես, պետությունը նույնն է, ուրեմն դու կամ ընդես հանցագործել, կամ ըստ իմ կարծիքով ինքը ընդեղ հանցանք չի գոհ, այսինքն Ադրբեջանի հանդեպ ոչ մի հանցանք, ինքը 16 թվին առնվազն եղել է բարեխիղճ եւ հայրենասեր գործիչ, որովհետեւ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ այդ ջոկատի անդամները 16 թվին ունեցել են բարձր քաղաքացիական գիտակցություն եւ հայրենիքին ծառայելու պատրաստակամություն։ Բայց եթե մարդը թեկուզ զինվորականը, կամավորականը ինչ որ մի этаպում դառնում է դավաճան, իր նախկին ծառայությունն որևէ արժեք չունենում, չէ՞։ Ինչքան ազգային անվտանգության ծառայություն, ինչքան զինվորականներ բռնել, ովքեր որ պետական դավաճանություն են արել։ 11000 ասում են մենակ Չէ, դասալիկներն այդքան չկա, քննչական կոմիտեում այդքան, դա Աննա Հակոբյանի եւ Իլհամ Ալիևի թվերն է։ Չէ, խոսքը դասալակության մասին չի, պետական դավաճանության մասին է, որ թշնամուն տեղեկություններ է տրամադրել, թշնամու կողմն անցել, թշնամուն ծառայություններ է մատ։ Հիմա ինձ հետաքրքիր ասեք Հակոբ Արշակյանը հանդիպելուց այդ պիտի ասի, ու ես տեսեք հիմա ասենք ես եկող ամիսել է չէ՞ լու քաղաքացին, ես դրանել եմ չէ՞ գերանցվելու հետ, դրանք ես ხო չեն կարա փախնեն։ Հիմա եթե Հակոբ Արշակյանը նստի live news-ը լսի, կարծում եմ որ պիտի լսի էլի, հիմա ես ասենք դրանց ուշադրության կենտրոնում։ Պիտի իմանա, որ եկող ամիս ես որ գրանցվեմ գրամ իր մոտ ընդունելության, այս հարցերը դու եկեք ամիս պատրաստվի, նստի օրենքներ գտնի, մշակի իր հետ, ես ազատ, ասեք ես իր համար որևէ գաղտնիք չունեմ, թե ինչ հարցեր եմ իր հետ, ասենք Ռուբինյանի հետ պիտի ժամը 14-ին հանդիպեի, ժամը 11-ին էլի հանդիպում կար։ Լրագրողն ինչ ճեպազրույցում ու եթերում ասում եմ ժամը 2-ին Ռուբինյանի հետ պատրաստվում եմ քննարկել այս հարցերը։ 4 ժամ ժամանակ ունի, կարա նստի, պատրաստվի, չէ՞։ Բայց սրանք ինչ են անում, ինչ հետաքրքիր բան, ասենք Ռուբինյան արած այսօր Հակոբ Արշակյանը նույնը կրկնեց։ Աշխատակ իջնում են հանդիպման ընդունան այդ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի կենտրոնական հիմնական մասնաշենքում չի։ Բաղրամյան մուտքի ընդունանում առանձին մի սենյակ կա քաղաքացիների ընդունելության համար։ Իրանք իջնում են, Պաշտոնյանը ընդեղ է։
Ուրեմն Ռուբինյանն էլ եկեն այստեղ, Հակոբ Արշակյան, ինձնից առաջ մարդիկ ովքեր սպասում են, աշխատակցություն գալիս է, նրանց հրավիրում ասում, դուք եք գրանցված պարոն Արշակյանի մոտ, համեցեք։ Մարդը գնում է ընդունելության։ Ընդունելությունը ավարտվում է, այդ աշխատակցություն գալիս է, պարոն Ղազարյան, Հակոբ Արշակյանը ասաց, որ ինքը չի պատրաստվում հանդիպել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Շեշտում է քաղաքական գործիչ, այսինքն դու քաղաքացի չես, քաղաքական գործիչ ես։ Հա, բայց քաղաքական գործիչ չէ, բավոց քաղաքացի, բավոց քաղաքացի ո՞նց է քաղաքական գործիչ։ Ինքը այդ իմաստով ինչու ասում քաղաքական գործիչ։ Դիմա նայեք, Ռուբինյանի դեպքում ես հաղորդում եմ տվել դատախազին հանցագործության մասին, երկուշաբթի դա արդեն այսօր օրը ավարտվել է, շաբաթ կիրակի երկուշաբթի նույն տեքստը գտամ նաև Ռուբինյանի մասով։ Արշակյանի մասով, Ռուբինյանին արդեն տվել եմ։ Ընդ քերական օրենսգիրքը եթե չեմ սխալվում, հեսա կարող եմ նայեմ 203 հոդվածն է, որը սահմանում է խտրական վերաբերմունք։ Այսինքն մի վարքյան հեսա որպեսզի մեր քաղաքացիներ մենք հատկապես ձեր մոտ միշտ ամեն ինչը պիտի ճիշտ լինի։ 203 հոդվածն է քերական օրենսգիրքի, կոչվում է խտրականությունը։ Կարդամ հենց առաջի պարբերությունը։ Խտրականությունը տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ իրավունքներն ու ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում առանց օբյեկտիվ հիմքի, կամ իրավաչափ նպատակի, սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակին, ծննդի, առողջական վիճակի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքների հիմքով։ Սա համարվում է խտրականություն։ Այս հոդվածը նաև երկրորդ մաս ունի, որը առավել խստացնում է պատիժը այն դեպքերում, երբ որ խտրականությունը ցուցաբերում է պաշտոնատար անձը իր պարտականությունների կատարման նախատեսում սկսած բանը տուգանքից մինչև ազատազրկում եւ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների կիրառ։ Հիմա ակնհայտ է, որ սա երկրորդ մասով է այդ հոդվածի, որ պաշտոնատար անձի կողմից ակնհայտ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունքով ցուցաբերվում իրենից տարբերվող քաղաքական հայացքներ ունենալու համար եւ դա շեշտվում է։ Այդ նույն բանն է, ոնց որ Հակոբ Արշակյանը այսօր ինչ չընդուներ, նույն բանն է, ասել գրանցել են որ դուք ներկայացրել։ Այո, պաշտոնապես նախապես եմ գրանցվել։ Ու եթերում այլ է տանը։ Հա, որ գնացել ես կասենկա չէր եկել այդ օրը։ Չէ, ոնց չէ, ուղղ եթերը այդ լրիվ ապացուցված է, ինքը չի եկել։ Չէ, դուք չեք գնալ։ Չէ, ուղղ եթերը ես ընդեղ եմ ներկայացել։ Աշխատակցություն գալիս է ինձ ուղղ եթերում, ասում է պարոն Ղազարյան, Հակոբ Արշակյանը տենց է։ Այդ նույն բանն է, ոնց որ ասի, պարոն Հակոբ Արշակյանը ձեզ չի ընդունում, որովհետև դուք հայ եք։ Պարոն Հակոբ Արշակյանը սկզբունք ունի։ Ինքը այսուհետ ընդունում է միայն ադրբեջանցիներին։ Նույն բանն է։ Ինչե ձեզ գաղտնալսողի անունը բացահայտելու կամ փորձելու դրա հետ կապված տեղեկություններ ստանալը, դե լավ, այս շաբաթվա մեջ երկու կարևոր այցեր կատարեց Նիկոլ Փաշինյանը, Մոսկվա եւ այս վերջինս որտեղ։ Ալբանիա, Տիրան։ Ալբանիա, молодец։ Ալբանիա։ Այդ կադրերը նայենք, թե չնայենք Ալբանիա այցի կադրերը։ Թե պատրաստի նյութ ունեք, կարծում հետաքրքիր է։ Այ ջան, կադրերը նայենք, էլի։ Ձայնի իմիջիալոց միացած է, խնդրեմ։ Դե պատկերացրեք հիմա Ալիևի վիճակը, ինչ հպարտ, սա վիճակը, հետաքրքիր է, որ հաստատ ովքեր նկարահանել են, ձայնն էլ կա, էլի, ձայնն էլ։ Սրանք իդեպ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կադրեր են, ավելի ուշ նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակիցներն են կադրեր հրապարակել ու լուսանկարն իրականացնում էր Նազելի Բաղդասարյանը, որովհետև այն մեռել նկարող Վարուժան Ներսիսյանը հրավիրված չէր Ալբանիային, Լոնդոնում Հայաստանի դեսպանը, որպես կանոն նա չէ մեռել նկարում։ Իսկ գիտեք, այնքան ստորացուցիչ պահեր են, եւ որ կանչում են ձեռով ասում են դե արդեն ժամանակը անցավ Ռադդ Քաշի եւ այլն։ Մատով կանչում է բան Էրդողանը։ Մատով կանչում է, հետո տես ոնց է ասում գնա։ Հա։ Էսա տես կանչեց, ինչ որ մի բան ասեց, հիմա նայեք, ուշադիր նայեք։ Ինչ որ մի երկու բան թարգմանեցին, արդեն ասեց դու մեզ պետք չես, դավայ։ Ստուց Ալիևի հետ շարունակեց ճանապարհը։ Գիտեք, ամոթ է։ Հայ ժողովուրդը լավ էս կադրերը նայելուց չի ամաչում։
Սա իսկապես շատ նսեմացնող Հələ չեկա։ Հայկ ջան, ես նայեմ Մակրոնի, որ գլխին զոնտիկ է պահում, բանից առնում է ախրանայից, ինքն է Մակրոնի գլխի զոնտիկը պահելով գնում։ Այդ կադրերը պետք որ քո մոտ լինի, երբ որ պատրաստ կլինի, կարգզգուշացնես դա։ Հիմա լավ, սենց ստորացումը ինչքան է դիմանալու հայ ժողովուրդը։ Ներսի ստորացումներն է թե չէ։ Ու գիտեք նույնը ասենք նույն իրավիճակ ինքը Մոսկվայում էր, չէ՞, այնտեղ էլ իրան բանի տեղ տնող չկա, ասենք Չինաստանի նախագահը մոտենում է այնց առաջի շարքում նստած են, չէ՞, ինքը Լուկաշենկոն իրար կողք։ Չինաստանի նախագահը մոտենում է Լուկաշենկոին բարևում է, ինքը ոտքի է կանգնում, սպասելով որ ինքն էլ ողջունի կարժանա։ Այդ մարդը ուշադրություն չի դարձնում, էլի, տենց ակնհայտ անուշադրության մատնված, մերժված իրավիճակը չի մասնակցել Ռուսաստանի նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը հենց մայիսի 9-ի կապակցությամբ այդ հաղթանակի զորահանդեսին հայկական զորամիավորում չի ուղարկել ասեք դες բոլորի կողմից երկկողմ հանդիպում չի եղել ընդհանրապես Պուտինը Մոսկվա այցելած բոլոր պետությունների պատվիրակությունների ղեկավարներին առանձին ընդունել է Եթե որոշների նույնիսկ պետական այցի, պաշտոնական այցի շրջանակներում ընդլայնված կազմերով բանակցություն, օրինակ Չինաստանի հետ, Եգիպտոսի հետ համաձայնագրեր են ստորագրվել, մյուս պետությունների ղեկավարների հետ քաղաքավարական երկկողմ հանդիպումներ ունեցել։ Մոսկվայում սա ոչ մի երկկողմ հանդիպում չի ունեցել, ոչ Ռուսաստանի նախագահի հետ, ոչ էլ այլ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Ու եկե գնացել է Ալբանիայի ձևաչափը, պարոն Իսագուլյան, հիշեցնեմ ձեզ որ այս նույն ձևաչափն է, որի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրվեց Արցախ-Ադրբեջանին հանձնելու հայտարարությունը։ Դա էլ էր այդ եվրոպական երկրների առաջնորդների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ նույն ձևաչափում 2023 թվականի հոկտեմբերի 5-ին էլ Գրանադայում հայտնի հայտարարությունը ընդունվեց որին Ալիևը չէր մասնակցում, բայց Նիկոլ Փաշինյանը, Շուլցի, այդ Մակրոնի եւ Շարլ Միշելի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ ստորագրեցին Գրանադայի հայտարարությունը։ Այսինքն սա այս ձևաչափը առհասարակ Հայաստանի ճակատագրի համար բախտորոշ բացասական իմաստով կործանարար հարթակն է։ Իդեպ սա ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, այսինքն հիմնականում այս ձևաչափում պետությունները հավաքվում են կադրերն է տեսեք Մակրոնի զոնտիկը առնում է հիմա Մակրոնին ինչն է շիստորկեն է ինչ է թե ինչ է նրա անձևանոցն է պահում գլխի այդ ինքնա այո ինքը բանից վերցնում է ինքը վերցնում է թիկնապայից նրա թիկնապայից վերցնում է ինքն է պահում գիտեք այս ստորացումներին մեր ժողովրդի իսկ կոշիկ լիզելու կադրեր կա որ այնտեղ կոշիկներ ա լիզում բան Ուրսալնայինը կա բայց կա այդ կադրերը հայկը չի կա իրանք ճիշտ է իրանք կառավարական կայքում տեղադրել են նկարներ բայց ընդ որտեղ ինքը կզած է որտեղ ինքը սարսափած է այդ կադրերը չեն օրինակ ինքը 2020 թվականին այդ հանրաքվեի քարոզության շրջանակներում ասում էր որ դիվանագիտություն իր պատկերացումներով դա կոշիկ լիզել է Ինձ հետաքրքիր ասենք ինքը օրինակ այդ հանդիպման ժամանակ կոշիկ լիզելա թե չէ երևի ամենայն դեպս ես տես կադրեր չեմ տեսել բայց իր պատկերացումների մոտ է այդպիսի գործողություն իրականացնելը ու նախ հարց ասեք ինքն դեղն չի եղել վստահ եմ որ այդ եվրոպական երկրներում էլ չէ իր նկատմամբ վստահություն չունեն միակն էլ ինչ որ մի բան ստորագրել գիտեք չէ միակ մարդն է ընդեր գտնվողներից որ մասնակցել է Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթին Հիմա ասենք թե եվրոպական երկրները մինչև այդ Եվրամիության մի բարձրաստիճան պաշտոնատարանց ասել էր որ արևելյան գործընկերության երկրները Եվրոպայի բարեկամ երկրները չպիտի գնան մասնակցեն, դες պահանջեր դրե, բայց ինքը գնացել է։ Հիմա համընդեղ է գնացել, այնտեղ բոլորից մերժված, ասում են դու յուրային ես էլի, դա իստե Վուչիչ չկա, ով Վուչիչը Սերբիայի նախագահ, չեմ տեսել ճիշտն ասած։ Որտե նա էլ էր եկել, հասկանում եմ, հա, ոնց որ չեմ տեսել։ Կնայեմ լրացուցիչ, կադրերում ամենայն դեպս չեմ տեսել, իրանց կայքից կնայենք, ընդեղից կերևա։ Բայց ասենք ինքը ոչ Մոսկվայում է յուրային, այսինքն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, չէ՞,
իրեն այլևս յուրային չեն համարում, որովհետև սառեցրել է հարաբերությունները, դեսպան չի նշանակում, զորավարությունները չեն մասնակցում, որը փաստացի ասում են դու մեզ յուրային ես, էլի։ Ինքը Մոսկվայում է Արծրուն Հովհաննիսյանը ըստ անասունությունների։ Ըստ այն աստիճան, որ ստիպված Ռուսաստանի դեսպանը պաշտոնական գրություն է հղում պաշտպանության նախարարին եւ իր անհանգստությունն է հայտնում շատ ընդ որում կոպիտ ձևակերպումներով, որը դիվանագիտության մեջ շատ քիչ է դեպքերը, երբ որ դեսպանը իր ձևակերպումներում անգրագետ, խեղաթյուրող, պատմության, ասենք ժառանգության վերաբերյալ անհարգալից վերաբերմունք, ընդ որում ընդգծելով ոչ միայն Արծրուն Հովհաննիսյանի հանգամանքը, որպես զինվորականի, որպես Մարշալ Բաղրամյանի անվանումը կրող ինստիտուտի ղեկավարի, այլ նաև հանրային հեռուստաընկերության հանգամանքը, այսինքն այլ բաներ, եթե Արծրուն Հովհաննիսյանը դա աներ առաջին AM լրատվական կայքի YouTube-յան ալիքում Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցի ընթացքում, այլ բանա, որ դա անում է հանրային հեռուստաընկերությունում, ընդ որում լավագույն եթերային ժամանակահատվածում հեռարձակվող հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, ընդ որում այդ օրը ասենք Արծրուն Հովհաննիսյանին հրավիրելու հիմնավորումն էլ հանրային հեռուստաընկերությունը չունի, որովհետև հաղթանակի օրվա հետ կապված, որը ոչ միայն մայիսի 9-ի հայերենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն էր, այլ նաև Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն էր։ Օրինակ, այդ օրը կարող էր Պետրոս Ղազարյանի հյուրը լինել, ասենք օրինակ Գրիգորի Խաչատուրովը, կարող էր լինել Սեյրան Օհանյանը, կարող էր լինել Ժիրայր Սեֆիլյանը, կարող էր լինել Սերժ Սարգսյանը, կարող էր լինել Սամվել Բաբայանը, այսինքն մարդիկ, ովքեր որ մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրման, այսինքն որոնց անվանումը այդ պատերազմի հաղթանակի հետ կապ ունի։ Արծրուն Հովհաննիսյանը պարտության հետ կապ ունի, Շուշին թշնամուն հանձնելու հետ կապ ունի։ Այդ օրը ինքն չի հյուր, այդ ես չեմ հասկանում։ Դրանից երկու օր հետո էլ 4 հոգու հրավիրում են, դա ավելի անգրագետ։ Ասենք ընդհանրապես, որը պատմության հետ որևէ կապ չունեցող, ասենք դրանցից մեկը Վիկտոր Դալաքյանի աղջիկն է, որը ինչ կապ ունի հայերենական մեծ պատերազմը, մասնագիտության պատմաբան չի, քաղաքագետ։ Մեկը Արա Պապյանը, որ էլի մասնագիտությամբ կարծեմ նա պատմաբան չի, դիվանագետ է, ծառայության եղել Կանադայում դեսպան եղել, բայց մյուսը մի հատ երիտասարդ պատմաբան, որը պատմագիտական շրջանակներում առանձնապես հեղինակություն չունի։ Ուսման չունի, գիտեն որպես շիստյորկա, ասենք Նիկոլի։ Եվ ասենք մի հատ Արման Բաբաջյանի հեռուստաընկերության մեկնաբան, որը մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ է։ Ընդ որում ես վերջի չգիտեմ ինչի է հակառուսները հիմնականում ռուսա ոչ պատահական չի։ Հեղափոխությունը նախապատրաստվեց սլավոնական համալսարանում։ Չէ, դա սլավոնականի շրջանավար չի կարծեմ, բայց մասնագիտությամբ, այսինքն լեզվաբան, ռուսաց լեզվի եւ գրական ինչքան հակառակին նախկինում ռուսական կրթություն ստացած, նույնիսկ իմ սերնդակիցները։ Դե հիմա ասենց այլանդակ երկրում ենք ապրում, ինչ անել, պարոն Էդգար Ղազարյան ջան։ Պիտի փոխենք մեր կյանքը, ինչ պիտի անենք, ոչ մի դեպքում չհաշտվենք այս իրականությամբ։ Հետո մեր ձեզ գախնա լսել, Աղվան Վարդանյանին, որտեղից էր հայտնի ձեր խոսակցությունը։ Այս մարդը, գիտեք, ինքը շատ քիչ է, էլի, ասենք որպես падգամավոր, պարոն Վարդանը թերևս մեր ազգային ժողովին ամենաանարդյունավետ падգամավորներից է, որ ոչ առանձնապես օրենսդրական նախաձեռնություններով է հայտնի, ոչ ազգային ժողովում բանաստեղծ է, տաղանդավոր չեմ կարծում, որ գրականության շրջանում 20-ամյակում իր նմանը չի եղել, դու չգիտես։ Չէ, ես ճիշտ ասած առաջին իմացել եմ իրան որպես նախարար, սոցիալ-նախարարն ա եղել, քաղաքական գործիչ, հետո եմ իմացել, որ ինքը նաև բանալ գրողից էր, ինքը բանամ Աբազյանի հետ, Աբազյանը դες գախնա լսել տվել իրա միջոցով։ Բայց պետք է ինքը ունի գաղտնի ինֆորմացիա ձեր առանձին զրույցից։ Հիմա նայեք ինչն է, ինքը բանը TV5-ում հարցազրույց է տալի, ես լսել եմ այդ հարցազրույցը եւ ասում է, ձեզ հիմա մի գաղտնիք ասեմ, երկու հոգու խոսակցությունից, ովքեր երկու հոգին, ովքեր նախաձեռնության հեղինակներ, երկար պետք չի մտածել ովքեր են։ Ես եմ եւ Նարեկ Մայլյանն է, այսինքն այնտեղ ուրիշ տեխնացու չի կարա քննարկվի, էլ այս նախաձեռնության շրջանակում, որ ասում եմ ես իրանց առանձին խոսակցությունից գաղտնիք ասեմ, որ սկզբից առաջարկվել է, որ միայն Հայաստան խմբակցության падգամավորներին նամակրեն, այդ ուզում ապացուցի է թիրախավորման այդ իր անմիտ թեզը, որ սրանով թիրախավորվում է Հայաստան խմբը։
Հետո դրանցից մեկն առաջարկելա չէ, որպես բոլորին գրենք, որպեսզի ցայտուն չերևա, էլի որ է թիրախավորումը։ Ուրեմն նախ եթե դա իմ ու Նարեկ Մալյանի խոսակցությունն է, դու որտուս գիտես, չէ՞, եթե դու դրան ներկա չեք եկել, ուրեմն դու հետախոզել ես, իդեպ ասեմ ինքը մի քանի անգամ եղել է Նարեկ Մալյանի ակում 23-ում, մի անգամ էլ եղել է, որ ես այնտեղ մի օր տենց գեղարվեստական երեկո էինք կազմակ, ես էի նվագում երգում, այդ օրն էլ ա եղել, այսինքն մեր ժուճոկ է դրել։ Ուրեմն ինքը տենց հետախուզական բաներ ունի, էլի, կամ իր վրա խնդիր է։ Չգիտեմ ժուճոկ է, դե ժուճոկը մեր ներքևի Հա, բայց դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկա, որովհետև ես եւ Նարեկը ինչ անում ենք, անում ենք ուղղի եթերում։ Ու ասել ենք մեր գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը հրապարակայնությունն է։ Որովհետև բան չկա, որ ես կամ Նարեկ այս գործի հետ կապված կիմանանք ու մարդկանց չենք ասի։ Ինչ իմ դե փաստ է արձանագրում, որ դուք սկզբից ուզեցել եք Հայաստան բացին դրել։ Հա, ոչ, գիտեք, հետաքրքիր որովհետև իր բացահայտած գաղտնիքը Նարեկ Մալյանը մի քանի օր առաջ իր լայվերից մեկում մանրամասը պատմում է։ Այն ինչ որ ինքը համարում է Աղվա Վարդանյանի այս գաղտնազերծումից մի քանի օր առաջ չի, երևի չի հասցրել, դե ինքը այդպես սաղուր թևերը կշտա սիգար ծխելու ոչ քաղաքական դաշտից է տեղյակ, ոչ նույնիսկ այս գործընթացին է տիրապետում։ Նարեկը Մալյան մանրամաս ասել է, որ մենք այդ գործընթացից առաջ քննարկումներ ենք ունեցել, որում այդ քննարկումները բաց ա եղել, նախապես գրել ասում է, այս ինչ օր ակում 23-ում Այս արդյուն ենք շարժման շրջանակներում քննարկում ենք նախատեսում։ Ով ուզում է, թե ասում է թե ինչ է ձեր մտքերը ձեր զրույցը։ Նարեկ ինչ է ասում, այդ իր լայվի ընթացքում։ Այն ինչ որ Աղվա Վարդանյանի գաղտնազերծելուց մի քանի օր առաջ։ Մի քանի օր առաջ բանրամասը պատմում է, ասում է լայվը տնենք իմ արես։ Կարիք չով ուզում է կարա նայիշ, ցանկացած մարդ մտնում է Նարեկ Մալյանի հետ, իր լայվերը նայում է, դե ասի ինչեւ հիմա դա հասանել է, այս գրա որպես գաղտնիք բացահայտում, չգիտեմ, ինչ հետախուզական գործ, այսինքն ինքը փաստորեն հետախույզ է, որովհետև սուպեր, չէ, որովհետև բանը սահմանադրությամբ արգելվում է մարդկանց գաղտնալսելը, հետապնդելը, դա կարող են իրականացնել միայն հատուկ ծառայությունները, այն է դատարանի որոշմամբ։ Այսինքն պետք է դիմեն դատարան, դատարանի թույլտվություն ստանան նոր մարդուն, բան օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենք կա, ու դա ազգային ժողովի ոչ մի պատգամավորի վրա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթ դրած չէ, այսինքն ինքը խոստովանում է, որ ինքը մի հատ ապօրինություն է թույլ տվել, այսինքն մարդկանց սահմանադրական իրավունք է խախտել, գաղտնալսել է մարդկանց, թե ինչ եղանակով դա կարծում եմ հետո պիտի պարզվի։ Բայց ինքը ասում է, որ ես գաղտնիք գիտեմ, որտես պիտի իմանա, չէ՞։ Ու իր իմացած գաղտնիքն է Նարեկը մանրամասը ուղի եթերում պատմել է, որ մի քանի օր առաջ ասել է մենք ակումբում հավաքվել ենք, ընդ որում ակումբի այդ հավաքը նախապես գրել ասում է ով ուզում է թող գա, եթե ինքը ուզենար գար, հանգիստ կարար նամակ գրել։ Ժուճոկը դրել է։ Ընդ որում հաճախ է գալել այդ ակումբը, ստեղը գիտի, նես չի որ բան եկել է նշանակում է ձեր գիտի գալու։ Կարելի է գալ մասնակցել ներկա ալներ այդ քննարկման ու ինչ է Նարեկը ասում։ Պարզ, որը նաև ես եմ ասում, որ մենք ի սկզբանե քննարկել ենք առաջարկություն ա եղել, որ պատգամավորների նամակ գրելուց գրենք Հայաստան, ոչ թե միայն Հայաստան, այլ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին։ Էնել ինչի համար, ինչով է դա հիմնավորվել։ Ասում է, քանի որ մենք լեգիտիմ ակնկալիք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ունենք ընդդիմադիր պատգամավորներից, որովհետև իրանքի տարբերություն ԿՊ-ի պատգամավորների, ընտրվելուց խոստացել են, որ ընտրվում են այդ նպատակով, որ Նիկոլին հեռացնեն, քանի որ քիչ ձայն են հավաքել, չեն կարող ընտրվելով հեռացնեն, մանդատները վերցնում են, որպեսզի մանդատների լիազորությունները գործի դնեն, արդեն որպես պատգամավոր ջանքեր գործել։ Համար ասում է, քանի որ դա իրանց խոստումներին համապատասխան է, գրենք այդ մարդկանց, ասենք ձեր խոստումը կատարեք։ Ես էլ ճիշտ ասած դիմադրություն եմ տվել այդ գաղափարի, ոչ թե գաղափարը մեր ասեմ, բայց ինչի միայն ընդդիմադիր պատգամավոր, չէ՞ որ մենք ասում ենք դուք որպես պատգամավոր պիտի այդ ֆունկցիան իրական։ ԿՊ-ի պատգամավորը պատգամավոր չի։ Ուրեմն ճիշտ է նրանց դամար այդ նամակներով, որ ոչ սերն եք նշել, չեն գրել Տիկին Պարոն, չեն գրել ինչ խմբակցության պատգամավոր, տեքստը բոլորին նույնն է։ Օրինակ քննարկվել է նաև միասնական տեքստ գրենք, թե տարբեր, օրինակ կարելի է, չէ՞, ընդհանրենք պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին կամ Հայաստան մի նախադասություն ավել գրել, հիշատակել, որ իրանք նաև խոստումներ են տվել Նիկոլին հեռացնելու։
բայց որոշում ենք ասել, որ չէ, միասնական մոտեցում ենք ցուցակ։ Եվ այդ ինքը այս սպարս գաղափարը քննարկումը, որը բաց քննարկվել են, որում ոչ միայն իմ ու Նարեկի մասնակցությամբ, այլ այդ ակումբում այդ պայն եղել են բազմաթիվ ուրիշ մարդիկ, իրանք էլ իրենց կարծիքն են հայտնել։ Վերջո եկել ենք այն եզրանկման, որ ճիշտ է բոլորին նույն բովանդակությամբ հիմա այսինք ներկայացնում քախնիկա ասում ես Այս շատ խոցելի բան է, էլի, շատ ցավալի է, էլի, որ հիմա ասենք մենք էլ այս մարդկանցից այսքան տարի փաստորեն ակնկալինք ենք ունեցել, որ այս մարդիկ պիտի քաղաքական պայքար տանեն, Նիկոլ Փաշյան, հենց ասում է մեր խմբակցությունից 10 տղամարդ մենք ընտրենք, թող ԿՊՆ-ն էլ իր խմբակցությունից 10 մարդ, էթա միտեղ հայ բանան հանդիպեն կռվեն իրար հետ։ Ո՞վ է ասում։ Աղվանը Վարդան։ Չեք լսել, այդ նույն հարցազրույցի ժամանակ ասում։ Գլադիատորական մարտեր է, էլի։ Ասում է որ թիկնապահներ չլինեն, ոստիկաններ չլինեն, 10 հոգի տղամարդ մեր խմբակցությունի, իր ապավի, լավ 10 հոգի ումի նկատի ունեն, ակնհայտ է, չէ, որ ինքը հաստատ է 10 հոգու մեջ չի լելու իր խմբա։ Այսինքն ինքը տենց մեկ գաղափար առաջարկում, որ ինքը դրա մեջ չկա հաստատ։ Տարիքի մեր ֆիզիկական տվյալը օրինակ ես էլ իրաց խմբակցության պատգամավորել էի դժվար է նկատի ունենալ որովհետև ես վոլեյբոլ խաղում եմ բայց ասենք օրինակ ձեռնամարտի կամ ինչ-որ մենամարտային որևէ մարզաձևից տենց ֆիզիկական բան կարողություն ակնհայտ է որ ինքն չունի հիմա ինքը նույնիսկ իր տվյալները իմանալով իրանը գործի մեջ չի տենում այսինքն իր սալ նախաձեռնությունի մեջ ինքը չկա Ասում եմ մեր խմբակցությունից 10 Չէ, ինքը իմիջիալոց այն նոր ասում են 7 մոր կատկերած 7 բան ծիծկերած գառը ուրիշ է լու բայց կծեսվի ասել 70 արխային ես Չէ, բայց ինքը հաստատ է 11-ի մեջ որելի է մյուսներին այն 9 խանգարի եթե ինքը դրանց մեջ լինի Չէ, ուրիշ իմաստով եմ ես ասում Ես ցավ եմ ապրում, որովհետև երբ որ եթե 18 թիվը չլեր, շատ մարդկանց դեմքեր չէր բացահայտվի Այդ Սարոյան եղբայրներ կինոն տիպիկ կինո է որոշ ընտանիք, չի որոշ։ Հայաստանում շատ ընտանիքների համար, օրինակ Մկրտչյանները, Լևոն եւ Վահագ Մկրտչյանները։ Հասկանում ես։ Այդ մարդիկ ինձ վատություն չեն արել։ Դակարակը Լևոն Մկրտչյանը ինձ 94 թվականին որ դաշնակցությունը կասեցրել էին, Վահան հրացավ դատի տակ էին, ինձ խորհուրդ էր տալի, ասում էր գարնիկ, արա հազիվ դրանց բռնել են, դու դարել ես թիվ 1, արա։ Ամեն ինչ արա, որ դրանք արա Այսինքն, հետո ինձ հեռացնում են այդ մարդը դառնում է նախարար։ Ոչինչ, բայց 18 թվականից հետո դրանց ոչ իզը ոչ թոզը չկա։ Բայց նորից եթե իրանք վերադառնան, էլի Լևոն Մկրտչյանը նախարար, Աղվա Վարդանյանը նախարար, սա նախարար կդառնա։ Նստել ասեց, բայց սա ինձ միստիկ բան ուզում նկարագրի։ Թե արդյոք Էդգար Ղազյանը հանրապետական կուսակցության հետ ինչ կապ ուներ, որ ասենք փորձի իմ հիմիկվա այս գործունեությունը կապի հանրապետական կուսակցության նստած sense իր հետախուզական դեպենում են կարողությունները, այժմ ինչ կապեր է գտնում։ Ասում է Էդգար Ղազյանը հանրապետական կուսակցության անդամ ա եղել, կուսակցությունում ղեկավար պաշտոններ ասում, այդ ասենք իմ կեսագրությամբ է դրանք սա գրած է, էլ ասենք ես։ Դա սառեցրել է, հետո որ ասենք ինքը գնացել է դա, հետո ինչ վերականգնել։ Հետո ասում ես չեմ անում, ինքը վերականգնվել է, թե չի վերականգնվել։ Կամ այս հանրապետականը, որ ասում եմ մենք զտել ենք մեր կուսակցությունը, դավաճ ինքը զտվածների մեջ է բամսում։ Պարզ ես ամեն ինչը բացատրել եմ հանրությանը, էլի առիթներ եղել է, որ ես էլ բացատրի։ Որ ես հանրապետական կուսակցության անդամ եմ դառել 2008 թվականին, այդ ժամանակ որևէ պետական պաշտոն չզբաղեցնելու, այսինքն այս չէ, էլի, որ մարդ կա, չէ, որ նախարարը դառը, հետո է դառը կուսակցական կամ կուսակցականը դառը ամիջապես ինչ-որ պաշտոն։ Ես 2008 թվականին եղել եմ ՀՊՏՀ Երեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, հանրապետական կուսակցության, այսինքն ոչ ակադեմիական պաշտոն եմ զբաղեցրել, որը այն չնչին աշխատավարձով Երևանից իմ գործը թողել եմ, ելը գնացել եմ Երեգնաձորում, չելաստեղից մասնաճյուղ ստեղծել, այսինքն դա ոչ արտոնություն էր, ոչ բարձր աշխատավարձ, մետամ է սաղելած տարելցել եմ մասնաճյուղ։ Դրանից հետո ես պետական պաշտոն զբաղեցրել եմ կուսակցական դառնալուց 5 տարի հետո, այսինքն մարզպետ եմ նշանակվել կուսակցական դառնալուց 5 տարի հետո, որ բացարձակ կապ չուներ, այսինքն միայն իմ սկզբունքների, համոզմունքների գաղափարախոսություն ընդունելով, նաև կուսակցությունում ինձ համար հարգելի ընկերներ ունեի, Մուշեղը Լալայան, Արտակը Զաքարյան, որ իրանց հետ շփումներով, իրանց բանով, այսինքն ընդունեցի էլ այդ գաղափարական մոտեցումը եւ այլն, շատ հոգեհարազատ լինելով գաղափարական մաս։ Ու
Դրանից հետո երբ որ նշանակվել եմ դեսպան իրավունքի ուժով բնականաբար կասեցվել է իմ կուսակցական պատկանելությունը դիվանագիտական ծառայության մասին օրենքը արգելում է դիվանագետներին կուսակցական գործունեության զբաղ։ Ու կուսակցության որոշմամբ կասեցվել իմ անդամակցությունը կուսակցությանը։ Հետո երբ որ ես դեսպան 4 տարի Լեհաստանում եմ վերադառնալուց հետո ամիջապես նշանակվել եմ ՍԴ աշխատակազմի ղեկավար, որը չնայած չէր արգելում կուսակցական լինել, բայց խորհրդակցելով ՍԴ նախագահի Հրայր Թոմասյանի հետ չեն վերականգնվել կուսակցության շարքերում, պարզ պատճառով, որպեսզի չկապեն Հրայր Թոմասյանը, այսինքն իմ պաշտոնի համար չկար սահմանափակում, բայց դատանի նախագահի հետ կապված կար ու քանի որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը ուղղի ենթարկում է ՍԴ նախագահին, որպեսզի կուսակցական ընկալումներ չլինի, անկուսակցականության բանը պահվի, մենալ չեն վերականգնում։ Դրանից հետո ընտրություններ, ոչ 18 թվի ընտրություններին եմ մասնակցել հանրապետական կուսակցության, ոչ 21 թվի ընտրություն, այսինքն կուսակցության հետ ունեցել եմ նաև տարաձայնություններ քաղաքական process-ների մասնակցության իմաստով, այսինքն գաղափարական իմ ընկալումները նույնն է մնացած, ես շարունակում եմ մնալ ազգային պահպանողական գաղափարախոսության կրող, բայց կառուցվածքային կազմակերպական իմաստով ինձ համար ընդունելի չեն եղել կուսակցության կայացրած որոշումները, հետևաբար պահպանելով իմ գաղափարական ընդհանրությունները, իմ կապը շատ ընկերների հետ, ես կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, եւ հիմա հանրապետական կուսակցությունը ոչ ես անդամավճար եմ մուծում, ոչ փող եմ ստանում, ոչ հանձնարարություն եմ ստանում, ոչ իմ գործողությունները համաձայնեցնում եմ, ոչ իրանք իսկ կարան արգելեն։ Ես իմ համար ազատ քաղաքացի եմ, գործունեություն ծավալում եմ։ Հիմա ինքը զորով ուզում է միստիկ պատկերացումներ գտնի, Էդգար Ղազարյանը, քանի որ մարզպետ է եղել դեսպան, ուրեմն կապ Էլեմենտային խմբակցություն, այ բախտաբար։ Ինքն է ստորագրել հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն համաձայնագրի նախագահի նստավայրում Արմեն Աշոտյանի հետ։ Ինքը անձամբ ստորագրել է կոալիցիոն համաձայնագիր Սերժ Սարգսյանի գլխին կանգնած հանրապետական կուսակցության հետ Գարայան օխտեմոն ինքն է ստորագրել անձամբ Արմեն Աշոտյանի հետ։ Իրանց խմբակցությունում պատգամավորներ կան Արմեն Գևորգյանը, որը Սերժ Սարգսյանի կառավարությունում փոխվարչապետ է եղել, նույնիսկ 2018 թվին այն կարճ պերիոդը, որ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ, ամբողջ կառավարությունը չկազմավորվեց։ Մի քանի պաշտոնյա անմիջապես պաշտոնի նշանակել Արմեն Գևորգյանը եւ Ալեքսանդր Հարությունյանը երկուսն էլ հետագայում, օրինակ հիմա որ ես զարմանում եմ, այդ տեսեք, հիմա կարելի է մեղադրել եւ չմեղադրել, հա։ Այսինքն ինչի այդ մարդիկ, բա հետո ոնց է լավ։ Ասեք իրաց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան հանրապետական կուսակցության կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղեցրել։ Հետո ի՞նչ է նշանակում դա։ Ասի այդ լոգիկան եմ էլի ուզում հասկանալ։ Սերյան Օհանյան իրաց խմբակցության ղեկավարը ում օրոք է եղել պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի անդամ։ Ո՞վ է եղել նախագահը։ Սերժ Սարգսյան։ Պաշտպանության մարզպետ չի էլի։ Պաշտպանության նախարարը անվտանգության խորհրդի անդամ։ Իրաց խմբակցության ղեկավարն է։ Հիմա փորձեք այս մարդկանց լոգիկայով առաջնորդվեց, թե իրանք ինչ միստիկ կապեր են ուզում ասել, պարզ բան այց ավտանեմ, Էդգար Ղազարյանի գործունեություն, այսպես ջրի պես մաքուր բոլորի աշկի առաջ դրած է։ Ամեն օր քպեականները չեն կարող Էդգար Ղազարյանի վրա բան սարքեն, բախտարար, դու գնացել դառել ես ռազմեչիկ, ուզում ես Էդգար Ղազարյանի վրա բան սարքես, ո՞նց կարաս դու այն մարզպետանում ինչքան թուղթ եմ ստորագրել, դրա կոպիաները վերցրել եմ։ Բայց չեք ուզում հետաքրքրեք իմանալ, որով է գաղտնիքը Իրանի ոնց է ասել, աղվան Վարդանյանը։ Չէ, ինչ սա պերգազի ծիծաղելու բան ասել, որ ինչ որտես պիտի գաղտնալ ես։ Հենց էս խոսում։ Հա, խոսում է էլի, մա պարտադիր է իմանալ նոր խոսը, հա, խոսում է էլի։ Բայց այդ տենց որակա, որ այդ վիճակին են էլի պարոն Իսագուլյանը։ Այդ որակն է, որ այս վիճակն է։ Որ դրած Ալենսիմը, որ Հակոբ Արշակյանն է իրաց, Ռուբեն Ռուբին, այն մարդիկ ովքեր վախենում են գան Էդգար Ղազարյանի հետ հանդիպման, նայեք իրանց ոնց են վերաբերվում։ Իրանց ասում են, քահանենք ձեզից կշպրտենք։ Ոչ միայն ասում են, շպրտում են։ Բայց Էդգար Ղազարյանը իր ոտով գնում ազգային ժողով, վախենում են գան Էդգար Ղազարյանի հետ հանդիպման։ Տարբերությունը այնտեղ է։ Դրանք ինչ եք կարծում, հիմա ինչ շարունակություն կունենա։ Ենթադրեք օրինակ ես գիտեք պատիվ ունեմ կամ հանրապետական կուսակցության պատգամավորների փոխարեն, օրինակ ես մեծ սիրով կառաջադրեի Աշոտյանի, Արմեն Աշոտյանի թեկնածությունը։ Հատկապես այս պահին, երբ որ այդ մարդուն ապօրինի կալանքը Ես հիմա ես եթե հանրապետական ասեմ ձեր կուսակցության փոխնախագահ։ Չէ, ես որպես տեսակետ եմ ասում։ Ես կարծում տրամաբանություն կարողանի օրինակ
եթե առաջադրեն, ասենք, ես օրինակ միշտ ասել եմ, հիմա ասում եմ, ուր մեզ պիտի գան ասել թե նայ մարդ, չեմ, դուք ձեր որոշումը առաջադրեք, մինչև հիմա առաջադրեք, մենք չգիտենք մեզ պիտի գան ասել թե բավար գիտենք չի ասում, կոնկրետ Արմենը Ռուստամյան, ասում անես մեծամտականը, ասես մեծահանաբան, ուրեմն մենք չենք հասկանում ինչ պիտի անենք, մեզ պիտի գան, ձեր հասկացածի հետևանքներն են քաշում, բավար դուք եթե դուք ամեն ինչը հասկանալով եք արել, նշանակում այս սաղ պրավալները հասկանալով եք տվել Մենք դիմադրության շարժումը որ սկսել էիք, որ տենց ռեալ դուք մենակ ռեալ քայլերի գնացող մարդիկ եք։ Այսինքն ռեալ նախատեսել եք պրավալ եք, չէ՞ գնացել։ Ինչի եք հելե փողոց մեզ հանեք գցել եք փողոցները, որ վարչապետին անվստահություն հայտնենք, չէ՞։ Բանը հրաժարական տա։ Տվել է հրաժարական։ Այսինքն սխալ եք, չէ՞ հաշվը։ Իրատեսական, հիմա դուք ասում եք, էսի իրատեսական չի, հնարավոր չի որ լինի։ Բայց այնի արել եք, չէ՞։ Արել եք, այսինքն նշանակում է դու գիտակցված եք արել։ Ձեր իրանց ասելուց տենց աստ ասում։ Մենք դեռ մեծանը, մենք գիտեինք դրա մասին, կողքից պիտի գան մեզ ասեն, բայց գիտեիք ինչի չէիք անում։ Այնքան չեք արել, որ ստիպված կողքից են ձեզ ասում, ասելուց է տենում եք ինչ աղմուկ է, սա հասարակությունը սրբազան շարժման ժամանակ Անց առաջի օրը 100,000 մարդ կար հրապարակում։ Նո ասենք 70,000 Ինչի՞ չնախաձեռնվեց։ Իրանց հարցը նստացրեք ստե ասեք, ինչի՞ չնախաձեռն։ Ասում եմ մենք այն ժամանակ Սրբազանի հետ խոսեցինք, Սրբազանը սենց այ մարդ ի՞նչ Սրբազան։ Ի՞նչ խո։ Դու ես չէ նախաձեռնող, Սրբազան պատգամավոր է։ Պատգամավոր չի, չէ։ Դու տենում ես, որ այդ շարժման առաջնորդը Սրբազանն է, ճիշտ է։ Ինքն է նախաձեռնը, ինքն է այս մարդու կոչով են այս այսքան ժողովուրդ հավաքվել, ինքն է մարդկանց գրկելով, համբուրելով, խոսալով, երգելով, պարելով, բերը հասրել հրապարակ, ճիշտ է։ Էլոն պիտի առաջադրեիք դուք վարչապետի թեկնածու, եթե ոչ Սրբազանին։ Դրեք առաջադրեիք։ Էմասկի ոչ մեկ չգիտեր որ նա Կանադայի քաղաքացիություն է։ Ես ձեզ ասեմ որ նույնիսկ հնարավոր է, նույնիսկ հնարավոր էր այդ պահին, որտեղ համաժողովրդական նույնիսկ ընտրեին հետո բողոքարկեին սահմանադրական։ Այսինքն կարող են որոշումը կայացնել, եթե պատգամավորների 1/5-ը գտնում է որ դա սահմանադրության չհամապատասխան, ընտրեին, Նիկոլը չլներ Ժողովուրդ արդեն փողոցում կանգնած է, չէ՞։ Հետո եթե որևէ մեկը կբողոքարկի, թող բողոքարկեն սահմանադրական դատա, եթե սդն հակասահմանադրական կամարեր կանեն իրան վարչապետ, բայց էլ Նիկոլ չէր լինի։ Նույնիսկ Սրբազանին կարային առաջադրեին մայիսի 9-ին։ Չեն արել։ Լավ, ասենք թե մտածել եք, որ իրավական խնդիրի չառաջանա, Սրբազանը չի կարա լինի, Սրբազանը կարա լինի, կարա ասի իմ առաջնորդությամբ իմ վստահությունն եմ հայտնում, ենթադրենք Գառնիկ Իսագուլյանին առաջադրեք, ցանկացած մեկին, հենց իրանց խմբակցությունից մեկին, Արմեն Գևորգյանին, առաջադրեք աղբեր, տերը, ես որպես ես չեմ կարող առաջ, ես հոգևորական չեն արել, այլ ինչի՞։ Բագրատ Սրբազանը ինչը ասել է, չէ, ասում է, ինձ համար ավելի բարձր կոչում, քան հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ն է, չկա ավելի հաճելի աշխատանք զբաղմունք իմ համար, քան Տաուշի թեմի առաջնորդն է, չկա, ես ուզում եմ վերադառնամ իմ թեմական ծառայությանը, իմ հոգևոր ծառայությանը, իմ էությանը, իմ առաքելությանը բնորոշ կյանքի։ Ես ուզում եմ այս ամեն ինչը կարգավորվի, ես ինքը ասել է, չէ՞։ Հիմա նա որ քաղաքական գործիչը կարա մեկին երաշխավորել այդ պարլամենտը սկսել նույն օրը, ընդ որում դրան ոչ թե սպասեին մայիսի 9-ին։ Սրբազանը իրանց համար ոչ մի անակնկալ չի մատուցել։ Մայիսի 4-ից է իրանցից շարժվել Սրբազանը, ու ասել է մայիսի 9-ին ես լինելու եմ Երևանում։ Սրբազանի մի կողքը իրանց խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն է ամբողջ օրը։ Մի կողքը իրանց խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Մի օր չեն բացակայել Սրբազանի կողքից։ Այսինքն իրանց համար այդ խմբակցությանը մի անակնկալ չի եղել։ Բայց 4 օրս մարդը գալիս է։ Գիտեք ինչի համար է։ Խոս սյուրպրիզ չի անում, չէ՞։ Բայց դուք չեք նախապատրաստում, բայց իրիկուները որ Սրբազանը հասնում է միտեղ վրա սուտ է որ իրանք ասում են թող համապատասխան քանակով մարդիկ հավաքեն։ Այո, խելքից դուրս, ընդ որում, ասեմ անակնկալ չէ։ Հիմա իրիկունը ասենք թե Կիրանցից ամսի 4-ին շարժվում, միտեղ 5-ին գիշերը մնացել են, չէ։ Դժվար էր այդ խմբակցության պատգամավորներին գնային հանդիպեն Սրբազանին, ասեն լսի, մտածած տենան, գալուց տեղ հասնես։ Մենք ինչ ենք անելու։ Տեսեք։ Պարոն Ղազարյան, ախր հետ գնալուց վատ հուշեր են արթնանում, էլ ես հիմա ամեն ինչ անում եմ, որ մոռանամ այդ անցյալը, մոռանամ, հասկանում ինչ գիտեմ մոռանամ, որտեղ շատերին որ լսում ես, սենց հլում ես ուզում ես այն ճակատի մեջտեղին, սենց մի հատ ոչ եմ բանանես, բանի համբյուրտած,
Եվ ասես արա, ախր այդ օրերը դրա բանակը փչացին։ Եկեղեցին փչացնում են, կներեք բարերիս համար, դրա համար ես հիմք ունեմ ասելու։ Այն ժամանակ որ 17-ի ֆորմատ կար, որ Բաղրամյանը փակել էին եւ այլը, էլի պահանջում էին հրաժարական, մի շատ տեղ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները նստած ասեցին, եթե բանակը 3 օր կարողանան այնց անի, որ ոստիկանությունը մեզ բան չանի, մենք իշխանությունը կվերցնենք։ Ի պատիվ ունի Գասպարյանի։ 2 շաբաթ ապահովեց, որ ոչ մեկի իրանց մատով ձեռ չի տան։ Ինչ արեցի։ Իրանք ըստ էության Օնիկ Գասպարյանին գցեցին, կներեք բարերիս համար։ Ասեցին, եթե ժողովուրդ դուրս գա փողոց, Սրբազանը անձրևի տակ, ոտերը վերքով, Քրիստոսի չարչարանքները քաշելով, եկավ հասավ Երևան, 100,000 մարդ հանեց փողոց, Սրբազանին էլ գցեցին։ Հիմա այս նույն ընդդիմությունը ամենին շատ լավ պատկերացնում է, շատ լավ հասկանում է, դե կարող եք ասել, ինչն է պատճառը, որ հերթով մարդկանց ըստ էության խաբելով, փչացնելով, գալիս են, բայց այն քայլը, որ պետք է անեն, հիմա ասես կասել Իսագուլյանն ասում է։ Հովիկ Աղազարյանը, ես իրան գիտեք մեր մեջ ինչ սարսափելի կենտրոն հեռուստաեթերում էր մեր վեճը։ Այո։ Բայց այդ մարդը ասում եմ ավելի շատ է արել է իր քայլերով եւ անում է հիմա։ Քան արել է մեր ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը իր գործունեության վերջին 4 տարիների ընթացքում։ Մարդը SMS-ը չկատարեց, հրաժարականը տվեց, հիմա էլ ամուսնության գործընթացը սկսել է, իր տեխնացուի անունն էլ հայտարարել է։ Դե թե միշտեն էլ անեն։ Բա հիմա 4 տարի ամբողջ հարցերն է։ Մենք ինչի զարմանում են։ Էլ ժողովուրդը եթե զարմանում են թե ժողովուրդը ինչի չի ելնում փողոց Նիկոլին գցելու։ Մենք էլ հաճախ ես օրինակ մեղադրում եմ ժողովրդին։ Հիմա հասկանում եմ որ իրանք 2 ցանկություններ ունեցել մեծագույն։ Մի դեպքում բանակը 3 օր է, այն մարդը 15 օր, 5 անգամ իրանց ուզածից ավել պահեց։ Հələ մի բան հիշեցնեմ։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ Հելանասի մեր վարչապետի տեխնացում Վազգեն Մանուկյանն է, ճիշտ է։ Հայրենիքի փրկության շարժմանը 17 կուսակցությունների մեջ էր նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Ճիշտ է։ Մենք էլ ենք, ազգային դուք էլ եք մեջը Բարգավաճ Հայաստան ի տարբերություն ձեզ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 21 թվին խորհրդանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն էր։ Այսինքն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ընդգրկված էր հայրենիքի փրկության շարժման մեջ։ Եվ արդեն անցել էր 18 թվից 1 տարին, այսինքն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց այդ պահին է կարային նախաձեռնեին։ Իրանք հայտնում են ասում են մեր վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանն է, բայց սուտ վարչապետի տեխնացու ԲՀԿ-ն չի առաջադրում պարլամենտում անվստահություն գործընթաց սկսելու համար։ Այսինքն ԲՀԿ-ի պատգամ ոնց որ հիմա են ասում, ձեր ստորագրությունները դրեք անվստահության գործընթաց սկսեք։ Հիմա այդ ժամանակ երբ որ բանակը հայտարարություն արել է, եկեղեցին արել է, գիտությունների ակադեմիան արել է 20 թիվն է, 21 թիվն է։ 21 թվի փետրվար 18-19 թիվ դրան։ 18 թվին ընտրված պարլամենտի մի տարին արդեն անցել էր 19 թվից արդեն կարելի էր անվստահության գործընթաց սկսել, այսինքն 21-ին կարելի էր փետրվարին դա անել։ Հիմա եթե ԲՀԿ-ն հայրենիքի փրկության շարժման մեջ է, խորհրդանում էլ ունի ընդդիմադիր խմբակցություն։ Եթե դուք ունեք վարչապետի տեխնացու, ուրեմն այդ ժամանակ ունենալով այսքան հրաժարականների պահանջ, ժողովուրդը ոտքի կան, այդ վարչապետի տեխնացուով ԲՀԿ-ն դիսեր անվստահության գործընթաց պահանջեին նաև իշխանը, իսկ այդ ժամանակ արդեն սա դուրս էին, չէ՞ գալի, 5 պատգամավոր արդեն ԿՊ-ից դուրս էր եկել։ Եթե ժամանակ լուսավոր Հայաստանն է միանար այդ նախաձեռնությանը, դե շատ քիչ պատգամավոր էր մնում, որ միանար ու անվստահ ոչ թե համաձայնեին, գնային նոր ընտրությունների, գնացին ու տապալեցին։ Չպետք է գնա, բայց որ ասում են, հիմա այս նույն բանը հիմա է կրկնվում։ Որովհետև եթե հիմա անվստահության գործընթացը չսկսվի, քաշ տան մեզ տանեն հասցնեն 2026 թվի ընտրություններին, նույն ձևի ավելի վատ պրավալ ալնելու։ Նիկոլ Փաշինյանը ընտրություն չի անում, Նիկոլ Փաշինյանը քվեարկություն է կազմակերպում, ընտրություն չի, դա մենակ քվեարկությունն է, իշխանություն զավթելու համար։ Պարոն Ղազարյան, ազնիվ ենք։
Տեսեք, ես տեսնում եմ, թե ովքեր են երկրորդ նախագահի թևերի տակ փորձում ձմերուկներ դնել, գցնելով ամենամեծ վնասի միջայլոց իրանք են տալի նա։ Այո, 100%։ Այդ մարդուն դարձել են թիրախ, հիմա համոզել են ինչ են արել։ Եթե նորից եմ կրկնում, մենք ազնիվ լինենք, որ եթե այսենց տեխնացուներ դնենք, ախպեր դուրս է, սա գալի ասում են Գյումրվա տարբերակն ենք անելու։ Էլ չեն հասկանում, որ Գյումրին հենված էր կոնկրետ անձերի վրա։ Վարդան Ղուկասյանը, ասեն Գյումրիում քաղաքապետ եղած ժամանակ առնվազն 10,000 մարդու անձամբ օժանդակություններ ցույց տվի, անձամբ թաղումներին մասնակցել, հարսանիքներին մասնակցել, կնուկներին մասնակցել։ Ես քանի տարի քաղաքապետ այլ էի, բայց Վարդանը ուներ մարդ չկար, որ դիմեր ու մերժվեր։ Այդ ասենք համապետակրթությունը նույնը մարդումը, նույնը խիթարը բերել ու փորձել համեմատել բացարձակ, ոնց բացատրես այս մարդկանց։ Այդ չեն հասկանում ու չեն էլ ուզում ուրիշին լսել, մարդիկ տիտան են, մարդիկ խելքի ծով են։ Են ասում են, չհասկացեք, մեզ պիտի գա դեսից պիտի բացատրեն, բայո, դեսից պիտի, եթե քո արածը սաղ պրավալա, ինչ արել ես պրավալա։ Բա մի հատ էլ ուրիշի կարծիքները չես ուզում լսես։ Այսինքն հիմա եթե ինչ-որ մեկը պատգամավոր չի, ասենք ով որ դառնում է պատգամավոր, միանգամից դառնում է խելոք։ Ուրեմն Լուլուն էլ է խելոք։ Լուլուն շատ խելոք։ Էն էլ է պատգամավոր։ Ես որ Էն ախասն էլ է խելոք։ Ինձանից որ նեղացել էին, երբ որ ասել էին, որ ամբողջ խմբակցությունով համատել էին մարդամեկի հետ, իրանք դա ուրիշ կերպ էին ընկալել, չնայած իմ լեքսիկոնը սաղ աշխարհը լավ գիտի, էլ SMS-ներ, էլ բանը ստատուսներ, էլ նամակներ, արա, դա ինչ ասեմ, եթե խոր այդքան են իրանց։ Խոսքով ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ակնհայտ տեսեք օրինակ այս քպնիշ վերաբերմունքա, չէ՞, ինչի են ինձ խուսափում։ Որ չլսել չկա այդ թեման, էլի մի խոսեք, այդ impeachment-ից մի տենց հանձնարարությունն են, մի հանդիպեք, մի էսի բանը տենց հիմնական խոսույթ է, որում ցավոք սրտի շատ ընդդիմադիր պատգամավորների քպե թեմայով նույնն է, անլուրջ է, էդի ծաղր է impeachment-ը, բանը Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մայլյանը ծաղրացու են, հա, էդի ծաղր է, էդի անլուրջ եղավ։ Ուզում եք հայ, ուզում եք այն բաննա, չէ։ Ասում ուզում եք խոսում էին։ Էդի անլուրջ է, բայց դուք առավոտից իրիկուն դրա մասին եք մտածում ու խոսում։ Այդպես մեկը տեղել է, որ մի տեղի տակ հարցազրույցի, ձեր լրագրողը դրա մասին հարց չտա։ Տենց եղել է, որ պատգամավորներից որևէ մեկին ազգային ժողով մի լրագրող մոտենա impeachment-ի, բայց ո՞նց է լավ անլուրջ բանի մասին, ասենց սա երկիր առավոտից իրիկուն խոսում, հա, խմբակցությունները հայտարարություններ են անում։ Հիմա այս քպեականները ուզում են ունես խույս տան, էլի մի քննարկեք, հանկարծ այդ թեմայի տակ հենց ձեզ հասեն, ասեք անլուրջ է, հա, անլուրջ է, ճղետ հափել են կայմար, եղավ անլուրջ է։ Ուզում եք վիրավորեք Էդգար Ղազարյանին, Նարեկին Մայլյան, ուզում եք հայհոյեք, ինչ դրանից ասենք Էդգար Ղազարյանը ձեր վիրավորանքներից հետո ոչ անլուրջ է դառնալու, ոչ լրջանալու է, ոչ ծաղրացու է դառնալու, ոչ է դառնալու է դրամա։ Ինչ կա հետ էլ մնալու է։ Էդգար Ղազարյանի հատկանիշները ձեր խոսքերով չի ձևավորվել, որ ձեր խոսքերով էլ փոխվի։ Ինչ կա հետա։ Ու դա շատ լուրջ է։ Մի բան որ վերաբերում է սահմանադրությանը, սահմանադրական կարգավորումներին, ունի գաղափարական հենք, ունի իրավական եւ տրամաբանական հիմնավորումներ, դա շատ լուրջ է։ Եթե դուք ձեր ընկալումներում դուք կարծում եք, որ դա անլուրջ է, ձեր ընկալումներն է, այդպես որտեղ դուք եք անլուրջ։ Իսկապես սա շատ լուրջ է եւ հասարակությունն էլ լսում է, չէ՞։ Հիմա ինձ էլ են լսում, Էմիսներին էլ են, չէ՞ լսում, այն անլուրջ ասողներին էլ են, չէ՞ լսում։ Հիմա Հակոբ Արշակյանին էլ են, չէ՞ լսել, որ ասում է Հակոբ Արշակյանը ձեր հետ չի ուզում անի, ինչ է մտածում մարդիկ։ Ցանկացած մարդի մտածես, մի րոպե, ոսկե ոչ չես ուզում, ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին գրանցվել է, եկել է, դու պատդում ես, ով ես որ դու չհանդիպես արա, ով ես դու։ Հանրային ծառայող ես, չէ՞։ Այսինքն Հայաստանի ցանկացած քաղաքացու հիմա հաջորդ ընդունելությանը, ես որ կոչ արեցի ժողովրդին ասի ժողովուրդ ջան, 100,000-ով զանգեք գրանցեք Սարոս Բասին այդում ենք։ Գետանք ընդ դուք ձեր գրանցումից կհրաժարվեք, ասեք թող մենակ Ղազարյան Էդգարը մեր փոխարեն մտնի հանդիպ։ Ինչ պիտի անի Հակոբ Արշակյանը։ Եթե ասենք թե հաջորդ ամիսել է, չէ՞ ընդունելություն ելնելու։ Հաջորդ ամսվա ընդունելությանը ես հիմիկվանից մեր ժողովրդին կոչեմ, օրը գրել եմ Facebook-ում, լայվերով
սաղս իրար հետ գնացում են նույն օրը նույն ժամին։ Ու սաղս միասին գնում ենք ազգային ժողովին տուն, օրենքով աղբեջան ընդունելություն եք հայտարարել։ Ով ասում որ մի մարդ կարա գա։ 100,000 մարդ կարա գա։ Կարա գա։ Всё, 100,000 մարդ զանգում ենք ազգային ժողով, բարև ձեզ։ Ես Էդգար Ղազարյանն եմ, խնդրում եմ գրանցեք ինձ ընդունելություն Ռուբեն Ռուբինյանի մոտ։ Բարև ձեզ, ես Գարնիկ Իսագուլյանն եմ, խնդրում եմ ինձ գրանցեք Ռուբեն Ռուբինյանի մոտ։ 100,000 մարդ։ Ու գալիս է իրանց ասած օրը, իրանց ասած ժամին, սաղս միասին հետ մենք ազգային ժողովում հանդիպման։ Ինչ պիտի ասեն։ Եթե չգան մենք կգնանք ներս։ Բա ոնց։ Եվ ինչ թե ասեն ինչու պիտի տանք ներս։ Կգա, դրա մեջ չգա։ Վախենա չգա։ Դե հենց այնա այդ դրաս ինչ կլինի։ Դրսում խայտարակվում ենք, ներսում խայտարակվում ենք եւ այս ամեն ինչի դեմ պայքարի փոխարեն ցավոք սրտի այսպես կոչված ընդդիմադիր դաշտում տեղի ունենում խոյահարումներ։ Եվ երբ որ ես լսում եմ, տեսեք, նույնպես եմ կրկնում, մեզ նույն բանում կարող են մեղադրել, բայց չպատասխանել չի կարելի։ Օրինակ, տես Աղվա Վարդանյանը ինձ կյանքում վատություն չի արել, հետը սեղանել եմ նստել, հացել եմ կերել, հարգել եմ, հարգվել եմ, խնդիր չեմ տեսնում։ Բայց երբ որ ասեց, որ գաղտնա լսել է, չի ասել գաղտնա լսել է, գաղտնիք է իմացել։ Մի բան, որ քննարկման նյութ է եղել մի քանի օր առաջ։ Լավ, ես ու Էդգարը գիտենք, թե այդ ինֆորմացիան ընդհանրենք իրան որտեղից է հասել։ Դա էլ իր անձնական գաղտնիքն է։ Այնպես որտեղից է նարեկ ասել է, մեկը լսել է, գնացել է, իրեն ասել է, թվաց է գաղտնիք է։ Հիմա սա բան է, ոչ մեկը, բայց դες հարցերին չանդրադառնալ, չպատասխանել չի կարելի։ Ես նորից եմ կրկնում, սիրելի իմ Հայաստան խմբակցության անդամներ, սիրելի իմ կողմից շատ հարգելի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, ձեզ ուղղակի կոչ եմ անում։ Այդ մարդուն քիչ վնաս տվեք։ Այդ մարդուն իսկապես քիչ վնաս տվեք։ Ամենամեծ վնասը դուք եք հասցնում իրան։ Ձեր այդ, գիտեք, արա ոչ բացատրեմ, եթե ազգային ժողովի կադրերը, որ նայում եմ այդ կադրերը, այդ կռվի մոմենտ, ես ինձ վատ եմ զգում։ Ես եղել եմ պատգամավոր, էնել այն ժամանակ, երբ լավ հիշում եմ իմ հայտնի հայտարարության համար, այդ ամբողջ Հայաստանը գիտեր այն ժամանակ, շատ վատ բան եմ արել, բայց ամբիոնից շատ սխալ բան եմ արել, հետ էլ ասեմ։ Հայոյել է, էնել ծնող եւ այլ եւ այլ։ Եվ որ ավտոմատներով եկել էին, որ այդvað հաշվի արդար տեսնել է, մեկից մեկ էր, ավտոմատներով, մեքենաներով եկել էին, որտեղ ես տաշնակցագահ էի, նրանք ՀՇ էին եւ այլ եւ այդ բեսպրիձել է։ Սահակյան եղբայրները լուսահոգի Գավառի Սահակյանները պատահական տեսել էին այդ, որ ավտոմատներով գալիս են։ Ու իրանց այդ աղմուկ հանել է բան, ինձ արդեն այսպես մեքենաներով շրջապատել է իրենց ազգային ժողովի Գերագույն խորհրդի անմիջապես հարևանությամբ, հա։ Աղմուկ աղաղակ, լուսահոգի աղասին Արշակյան, բան, աղմուկ բարձացեցին, հասան, ես չէի նկատել, իրանք էին նկատել, որ նրանք ավտոմատներով գալիս են, որտեղ փակել էին իմ մեքենան, ես չի հասկացա այդ պահին ինչ է տեղի ունենում, բայց ինչ-որ ավարիա եղել դրամար են փակում իմ մեքենան կամ փակել են դեմ, իրանք այդ տեղի չունեցավ են ինչ-որ տեղի ունենալ։ Եվ ես, բայց դրանից հետո քանի հատ էլի գենժապնակ էին դեմ քրեական գործեր հարուցվել։ Վան Փափազյանի, մյուսների, Կարլոս Պետրոսյանի, որը ԿԳԲ-ի պետ էր, տարբեր խնդիրներով, հետո իհարկե դարձավ ԿԳԲ-ի պետ։ Եղել է, ոչ որևէ մեկի պաշտպանության կարիքն ենք ունեցել, ոչ վախ ենք ունեցել, ոչ թիկնազորով ենք մանեկել։ Որ այն ժամանակ ասում եմ, ուրիշ իրավիճակ էր, մի անգամ բոլորի մոտ զենք կա։ Արա դուք մեկ-մեկ ձեզ ընենց եք պահու, պարզ զռում է, որ դուք ուզում եք ցուցադրական յանին ինչ-որ մեկին պաշտպանում եք, պատրաստ եք ձեր կյանքը զոհաբերել։ Ես չգիտեմ, այդ մեկը այդ զոհաբերության կարիքը ունի, այն որ Աննա Մկրտչյանին ծեծում էին, ոչ մեկը չփորձեցիք գնալ Աննա Մկրտչյանին պաշտպանել։ Սա իսկապես ես զարմանում եմ, ինձ թվում է մարդիկ փոխվել են, լրիվ փոխվել են, ուրիշ են դարձել։ Ու ուրիշ իրանց դարձել է ընչաքաղցությունը, ագահությունը, սերը փողի նկատմամբ, սերը պաշտոն լիզբել, պաշտոն ունենալ, հա, պաշտոն ունեցողը
իր պաշտոնը պետք է ի գործ օգտագործի։ Ես պատգամավոր եմ եղել, այն պատերազմի ժամանակ, բոլորը գիտեն ես, ջոկատել եմ ունեցել, առաջի ջոկատներից մեկը ես ու Մանվելը Գրիգորյան միասին ենք տարել Հադրութի շրջան, ես գյուղն կարող եմ ասել, այդ իմ զինվորներից հիմա գեներալ էլ կան, եւ այլ։ Արա մենք ամեն տեղ էինք։ Դուրս հայցելության ես հրաժարվում եմ, մենակ մի երկու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության այցի ժամանակ հաշվի առնելով, որ ես ծնունդով իրանցի եմ, Բելարուսիա, Ռուսաստան գնալու պարագաներում, հա, վերցնում են, անում էին, այսինքն ես չէի գնում կամավոր ասում ինձ էլ տարեք, ինձ էլ գրեք այդ ցուցակում, այդ հանք եվրոպաները ման գան, մի վախը մենք Ռուբինյանի հետ կամ բանի, չէի գնում։ Իմ հիմնական գործողումը Արցախ էր։ Եվ եթե որևէ մեկը իմ ելույթի ժամանակ նույնպես եմ կրկնում, դահլիճից փորձել բան անել, ես ասում եմ, Արա Սահակյանը փառք Աստծո կա, որ գորած հասցրեց միկրոֆոններին անջատել տվեց, տեսա որ ես չեմ գնում աչ շարքը իմ տեղը նստելու, գնում եմ ձախ, որտեղից ռեպլիկ էր եղել, հասկացա որ հեսա մի բան տեղի է ունենում։ Այդ ռեպլիկանողին ոտի հանեցի ու մի հատ բենին հագցրեցի։ Հասցրեցին, եկան բաժանեցին, բայց արա նամուս թասիբ ունեցի կարա։ Ձեր կողքը ձեր ընկերուհուն տանում են մատիկ չեք տանում, մի ուրիշ դեպքում էլ ձեր կուրծքը դեմ եք տալիս, ո՞նց հասկանալ արա։ Աղջկան չեք պաշտպանում, տաղուն եք պաշտպանում։ Հետո էլ ասում են, ահա, Իսագուլյանն էլի մեզ, արա, քննադատել չէ, եթե տենց եք անում, ուրեմն հենց արեք, որ մարդիկ տեսնեն, որ արա, նրբագեղ, նուրբ, աղջկան, չեք պաշտպանում, ինչ-որ տղամարդու եք պաշտպանում։ Խտրականությունը ինչու՞մն է կայանում։ Հետո էլ մեղադրում ենք ժողովրդին, ես եմ հաճախ մեղադրում, բայց ես կարծում եմ ժամանակն է, որ մենք պետք է ազնիվ լինենք, իրար նկատմամբ ազնվորեն ասենք, թեյություններն է, առավելություններն է։ Այ եթե ժամանակին թույլ չտայինք, որ ամեն մեկը ամեն ինչ վերցներ իր վրա, եւ ասենք ճշմարտությունը ո՞րն է, այսօրը չէինք հայտնվի։ Եթե ժամանակին չասենք, որ 3 օր բանակը թող 3 օր մեզ պահի, մենք վերջ ամեն ինչ կանենք։ Ամբողջ բանակը դրեցինք հարվածի տակ։ Եթե չէինք անելու, ասեինք չենք անելու, որտեղ մարդիկ կային, որ ասին քաղաքական պատասխանատվությունը մենք վերցնում ենք մեր վրա, մենակ թող բանակը մի հատ հայտարարություն անի։ Արեց, հետո դրանց ով տուժեց։ 40 գեներալ։ Ով շահեց, ոչ մեկը։ Սրբազանը մենակ թող մի 20,000 մարդ, 100,000 մարդ հանեց փողոց։ Ինչ սկսեցիք ինչ որ գործընթաց։ Ոչ, շատերը տակից զբաղված էին սրբազանին վարկաբեկելով։ Եվ որ ես այդ սրբազանին բաց տեքստով ասեցի, որ ցավդ տանեմ, համ բարեկամ ես, համ համաերկրացի ենք, որտեղ մենք հարևան գյուղերից ենք Պարսկաստան։ Սրանք քեզ չեն օժանդակելու։ Այդ սա իմիտացիա է։ Ցավոք սրտի չլսեց։ Որտեղ ինքը եթե պահանջեր ընդերից, որ սկսել impeachment, այդ 100,000-ի ներկայացա, թիրախասեր ովքեր են, եթե չեն սկսում իրանք են մեղավորը, ոչ թե ԿՊՆ-ու Նիկոլը, ստիվատ լե սկսելու։ Բան կա ասելու, պարոն Ղազարյան։ Այո, շնորհակալություն։ Դե, այսօր այսքանով շաբաթ կիրակի է դեմը, շաբաթ կիրակի հանգստանանք, ես կարծում եմ երկուշաբթի նոր թափով, նոր ուժով, ձեզ հատկապես կորով, պարոն Ղազարյան, ձեզ ու Նարեկին, դուք ձեր միսիան պետք է հասցնեք։ Ես երկուշաբթի օրվանից շարունակում եմ իմ հանդիպումները ազգային ժողովում, ճար չունեն սրանք, ինձնից պրծում չունեն, ես սրանց բաց չեմ թողնելու։ Հատիկ բոլորի հետ է, Նիկոլ Փաշինյանը ոնց ասում, հատիկ առ հատիկ։ Այս սրանց հետևից հատիկ առ հատիկ գնալու է։ Դե բոլորդ պատրաստեք, Էդգար Ղազարյանը հատիկ առ հատիկ բոլորիդ հետևից գալու է եւ վստահ եմ, որ այդ պայքարը, որ հիմա ժողովուրդը սա խոսում են իմպիչմենտի մասին, հեսա ինձ գրում են, ասում են, հենց Էդգար Ղազարյանին էլ խնդրում ենք առաջադրեք վարչապետի տեխնացու։ Ես գոհ եմ։ Ունես ժողովուրդը դրան պատրաստ է, մնում է դա վերածվի գործի։ Մնաք բարյավ, կհանդիպենք։